Այսպիսի խայտարակ գնաց չկա։ Թոշակառուները այսօր ես ձեզ թիվ եմ ասում, բնակչության 58.6%-ը հարցում արվել դեկտեմբերի վերջին ընթառաջ, որ պիտի վճարեն կոմունալ վարձերը, 58.6%-ը ասել է, որ իրանք շատ մեծ դժվարությամբ են կարողանալու այդ կոմունալ վարձերը վճարել։ Այսօր խայտարակ եւ կանգնում թոշակառուներին ասում է, այդ 10,000 դրամը խիտանք ձեզ, որտեվ դուք չեք իմանալու դրանք որտեղ ծախսել, դա կուղենք ապահովագրությանը, երբ որ հետաքրքրության համար ես հետաքրքրվեցի, թե այդ ապահովագրությունը ինչն է փակելու, սա խայտարակություն է, հիվանդությունների 70%-ը չի փակելու, 30%-ի մեծ մասն էլ թոշակառուներին չի վերաբերում եւ ասելու են համաֆինանսավորմամբ, այսինքն մի հատ արյան անալիզ է փակելու, արյան ընդհանուր անալիզ, այն էլ հատուկ հորմոններ, ասենք եթե ուզենաս, ես չգիտեմ, այնտեղ խոլեստերին է եւ այլն, դրա համար պետք է վճարես, սա խայտարակություն է։ Դրա համար աշխատող անձինք ամիսը 12,000 դրամ պիտի վճարեն։ Այսինքն իրենցից հենց այդքան պիտի պավի ամիսը։ Այո, եւ երբ որ հիմնական այդ լուրջ խնդիրների դեպքում որևէ կերպ չի վճարվելու, ես մեռա բարձրաձայնելով կարևորագույն խնդիրներից մեկը դա քաղցկեղով հիվանդների քիմոթերապիայի խնդիրն է, որովհետեւ հասարակության մի շատ մեծ հատված ամեն օր այդ հարցով ինձ դիմում է, նույն արցախցիները եւ ոչ միայն արցախցիները, իբր ինչ որ սեգմենտի համար քիմիոթերապիան անվճար է, ձեր գլուխները պատով եք տվել, թե քիմիոթերապիան անվճար է, անգամ սոցիալական խոցելի խավերի համար 150,000, դուք պատկերացնում եք 150,000 դրամ են ուզում, այն էլ այնպիսի անորակ քիմիոթերապիա է, որ մարդիկ ուղղակիորեն քիմիոթերապիայի հետևանքներից են մեռնում, եւ երբ որ մարդիկ կարողանում են ինչ որ կանալներ գտնել Եվրոպաներից կամ Թիֆլիզից, առավել որակյալ եւ առավել էժան քիմիոթերապիա բերել, կանգնացնում են Բավրայում, արգրավում են, որպեսզի Նիկոլի գրպանում վերընկած օլիգարխների դեղային բիզնեսները զարգանան։